Դժվար է պատկերացնել այսօրվա համացանցը, մեդիան, լրատվականները եւ մեզ շրջապատող ամեն ինչը, նույնիսկ մեզ հարազատ մարդկանց ընկերներին առանց կորոնավիրուս տերմինը արտաբերելու։ Մի իրականության մեջ ենք հայտնվել այսօր, որ անխուսափելի է։ Ամբողջ աշխարհը հիմա, ինչպես գիտեք, գտնվում է մի հսկայական ճգնաժամի մեջ, որը մի պարզ տերմինով կորոնավիրուս է կոչվում, ու կորոնավիրուսը, սկսենք նրանից, որ դա կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, եւ վիրուսը, այս հիվանդությունը, որը տարածվել է ամբողջ աշխարհում, Չինաստանի Վուհան նահանգից, ունի արդեն հստակ անվանում, սա SARS 2003-4 թվականներին տարածում գտած վիրուսի ընտանիքին պատկանող երկրորդ այսպես ասած տեսակն է, որը կոչել են SARS-2 կամ COVID-19, Ինչը պետք իմանալ, առաջինը, որ կորոնավիրուսը ավելի լայն տարածում գտած տերմինով, ասենք կորոնավիրուսը, որի մասին բոլորը խոսում են, առաջացնում է սուր շնչառական վարակ եւ բարդությունների դեպքում կարող է հանգեցնել թոքաբորբի, այն կարող է ուղեկցվել ջերմությամբ, բայց պետք է հիշել կարևոր մի քանի փաստ կորոնավիրուսի մասին, ամփոփում եմ հնարավորինս մատչելի եղանակով բոլոր մասնագետների, առողջապահության նախարարության եւ առողջապահական համակարգում աշխարհում աշխատող բոլորի տված, այսպես տեղեկությունները, ուրեմն նկատվում է չոր հաս առանց խորխի, կարող է լինել ջերմություն, կարող է չլինել ջերմություն, արդեն կախված է մարդու օրգանիզմից, եւ ինչպես նաեւ կարող են սովորական գրիպին կամ մրցակցությանը հատկանշական ախտանիշներ լինել, այսինքն հոգնածություն, թուլություն, մի կարևոր փաստ եւս, որ կորոնավիրուսի դեպքում նկատվում է նաեւ դողերոծք մարմնում։ Հիմա մի քանի հստակեցում տիրող իրավիճակի եւ մասնավորապես խուճապի մասին, որը պատել է ամբողջ աշխարհը։ Իհարկե, խուճապի այս ֆոնին գրանցվում են նաեւ մի քանի դրական բաներ, դրանցից այսպես ասած ինտերնետում համացանցում տարածված մեմերն են, ինչ որ ես ասելու եմ մեմերի շարքին, չի պատկանում, ուղղակի մարդիկ արդեն, դե գիտեք, հիմա Եվրոպան վտանգավոր կարմիր գոտի է համարվում, կորոնավիրուսի վարակի համաճարակաբանական դրության հետ կապված, նկարներ են գցում տարբեր սոցիալական հարթակներում եւ գրում են, որ պարզապես երկիր մոլորակը ընդմիջում է վերցրել եւ նաեւ արբանյակներից արված լուսանկարներով կամ գրաֆիկական պատկերների միջոցով մեզ ցույց են տալիս, թե ինչպիսի էֆեկտ է ունեցել այս տոտալ լոքդաունը համարյա, տոտալ, Եվրոպայում կարելի է ասել գրեթե տոտալ, որը հանգեցրել է աղտոտման մակարդակի զգալի իջեցմանը, ինչպես նաև երբ որ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց հենց Չինաստանում եւ Չինաստանը ինքնամեկուսացվեց աշխարհից, պետք է նշել, որ աղտոտման չափերը այնտեղ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում գրանցված նվազումներից ամենա ռեկորդայինն էին գիտնականների եւ մասնագետների դիտարկմամբ։ Հաջորդ կարևոր փաստը, որ պետք է նշել այս իրավիճակում, մի անհասկանալի պանիկա կոչվածն է, խուճապ է տիրում, որը հավատացեք առավել վտանգավոր է, քան կորոնավիրուսը։ Հիմա ես ինչ տեսնում եմ տիրույթում, համացանցի տիրույթում, իհարկե բոլորս էլ ասում ենք, երբ է այս ամենը ավարտվելու, ամեն երկրորդ պոստը կորոնավիրուսի մասին է, աշխարհում տիրող իրավիճակի մասին, իրականում, եթե մենք էլ ասում ենք, որ հոգնել ենք ամեն ինչից, վախը կա, որ եթե
հա, այսօր սոցիալական հարթակներ սպասարկող շատ ընկերությունները մեզ հնարավորություն են տալիս mute անել, այսինքն բառեր, որոշակի բառեր եւ տերմիններ իսպար վերացնել մեր սոցիալական հարթակներից եւ չառնչվել դրանց հետ պարզապես, եթե չեք ուզում։ Սակայն վախն կա, որ ինչ-որ բան կհայտարարվի, որ մենք հնարավոր է չիմանանք։ Ուզում ենք ինֆորմացված լինել, բայց վատ կողմերն էլ այսպես ասված կան։ Խոճապի կարիք, այս կարգի խոճապի կարիք այս պարագայում չկա, որովհետև խոճապը ամեն ինչ բարդացնում է, խոճապը առաջին հերթին բարդացնում է մեր, հա, խոսը մեր երկրի մասին, մեր կառավարության աշխատանքը, քանի որ կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը եւ բոլոր ինստանցիաները գործում են, արտակարգ ռեժիմով աշխատում են, որպեսզի կարողանան հնարավորինս նվազեցնել իրավիճակը։ Հաջորդը, տեսնում եմ բոլորը սկսում են էջմիածնի այդ կնոջից, հա, խոսել եւ այլն, որոշ դիտարկումների հետ համաձայն եմ, որ չարժեր իհարկե գնալ Իտալիա, այդպիսի ոչ լուրջ, հա, պատճառով շոտ գնելու համար, ինչ որ շրջանառված լուրերի համաձայն, չգիտեմ, ճիշտ է թե չէ, Իտալիա չարժեր գնալ որևէ պատճառով այս պարագայում, բայց չափից դուրս շատ նեգատիվ եմ տեսնում, որովհետև բոլորս մարդ ենք, բոլորս պետք է ներողամիտ լինենք, ճիշտ է, որ իրավիճակը այդ կնոջ սոցիալական անպատասխանատվության պատճառով բարդացել է, բայց եկեք չսկսենք իրար գզել, վայրենի կենդանիների պես, եկեք առողջ քննադատություն ցուցաբերենք մեկս մեկի նկատմամբ եւ հուսամ, որ դաս կլինի սա բոլորին, յուրաքանչյուրիս, ինչպես նաեւ կառավարությանը, քանի որ լսեցի, որ մշակվում են վարչական պատասխանատվության նախագծեր այս իրավիճակի հետ կապված եւ արդեն որոշ երկրներ, եվրոպական որոշ երկրներ գործարկում են դրանք, հենց մեկ Բուլղարիան անցավ արտակարգ ռեժիմի եւ յուրաքանչյուր անձ ով կխախտի կարանտինը 14 օրվա 5 տարի կազատազրկվի, եթե չեմ սխալվում, կարդացի հոդվածներում, փորձեք այս ամեն ինչը պոզիտիվ կերպով օգտագործել։ Այսինքն խրախուսում եմ ես նույնպես մնալ տանը, խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, հնարավորինս, հա, լինել զերծ, հա, այդպիսի սիմպտոմներ ունեցող մարդկանց հետ շփվելուց, բայց եթե դրա անհրաժեշտությունը կա, գրեք դիմակներ։ Որպես այդպիսին, եթե նայենք ռեկոմենդացիաներին, առողջ մարդուն, բացարձակ առողջ մարդուն, եթե չկա տոտալ համաճարակ տիրող, որը էսպայն փառք Աստծո Հայաստանում չկա, հուսամ չկա, անհրաժեշտ չէ, քանի որ տեսեք ինչ է կատարվում, եթե մենք կրում ենք դիմակը, իմ անձնական փորձից եմ ասում, իմ բժիշկ ընկերների խորհուրդներին եմ հետևում։ Եթե դու առողջ ես եւ կրում ես դիմակ, մանավանդ երբ որ ջերմաստիճանը մինուս ինչքան չէ, այլ մենք գարուն ենք խոսում հիմա, ավտոմատ կերպով դու դժվարացնում ես քո շնչառությունը, թոքերի վենտիլյացիա կոչվածը բարդանում է, եւ երկրորդը այդ դիմակները այդքան էլ ճիշտ դիմակները չեն այս պարագայում, քանի որ վիրուսը հեշտությամբ կարող է ներթափանցել այս կողքերից դիմակի եւ ինքնավարակի հնարավորությունը պոտենցիալը մեծանում է։ Երկրորդ, եթե դիմակ եք կրելու, դրանք խորհուրդ եմ տալիս կրել հանրային տրանսպորտում կարճ ժամանակով, խանութներում, հա, որովհետեւ մենք գիտենք, որ մտանք, արագ դուրս եկանք, կարող ենք հանել, որպեսզի ամբողջ օրը չմնանք, հա։ Եթե ունեք սիմպտոմներ եւ վերադարձել եք Եվրոպայից, հա, hotspot-ից այսպես կոչված, կարմիր կոթուց, ես ուղղակի կոչ եմ անում բոլորին, որպեսզի մեզ վրա վերցնենք այդ սոցիալական պատասխանատվությունը, ամեն մեկս մտածենք բոլորի
առողջության մասին, կապ չունի կլինի մեր ընտանիքի անդամը, թե կլինի հարևանը, թե կլինի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի եւ մարդ, որն ապրում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չթաքցնենք որևէ ախտանշան, չփորձենք քողարկել, հիստերիաների մեջ չընկնենք, այլ լինենք զգոն եւ ախտանշանների արկայության դեպքում դիմենք բժշկի, զանգահարեք բժշկին, մի դուրս եկեք, մի գնացեք պոլիկլինիկա, որ պոլիկլինիկայում գտնվող մարդկանց առողջությունն էլ վտանգի չենթարկեք։ Կրկնեմ նորից, կար 4 կոկորտ այս հետազոտությունների համաձայն վիրուսը ոնց որ ինքը տեղակայվում է, առաջնային կոկորտում, կարող է սկսել կոկորտի ցավ, կարմրածություն, հետո արդեն գնում է ռեսպիրատոր ուղիներով եւ հետագա բոլոր նշված ախտանշանները առաջանում են։ Կամ էլ մեր կարանտինում գտնվող մարդկանց նման, ովքեր ոնց որ կարանտինն անցան եւ վարակը հաստատվեց նրանց մոտ, կամ մյուսների կարող են շատ լավ տանել, մի անգամ ինչ-որ թեթևակի ջերմություն ունենալ եւ ընդհանրապես ոչ մի լուրջ անհանգստացնող ախտանշաններ չունենան։ Հետո խանութների վերաբերյալ հասկանում եմ, որ որոշակի խուճապ կա ու մարդիկ փորձում են պատկերացնել Աստված մի արածի ամենավատ սցենարը եւ գնումներ կատարել, դա կլինի մակարոնեղեն, դա կլինի հնդկաձավար, դա կլինի բրինձ, ինչ որ պահածոյացված մտերքներ, որոնք կարող ենք երկար ժամանակ պահպանել, հյութեր եւ այլն, ինչպես նաեւ trendում, այսպես ասած աշխարհում, ռուսի ասած էսմեխ էգրեղ, զուգարանի թուղթն է։ Եկեք մի պահ մենք մեր եսը մի կողմ դնենք եւ հուսամ այդպիսի իրավիճակներ դեռևս չեն գրանցվելու, ինչպիսին ես տեսնում եմ աշխարհում, Ավստրալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մարդիկ իրար ուղակի միս են ուտում, ծեծում են զուգարանի թղթի փաթեթի համար։ Մի օրինակ բերեմ, կարծեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր մի կին, վստահ եմ երևի տեսած կլինեք հոլովակը, մի կին մի ամբողջ սայլակ մեծ փաթեթներով զուգարանի թուղթ էր լցրել եւ մի կին մոտեցավ, նշեմ մի փաստ սևամորթ էր այդ կինը, ով մոտեցավ եւ խնդրեց, արդեն մի քանի անգամ էր երևի խնդրել եւ հետո հասցրին նկարել, ֆիքսել այդ պահը, արդեն այդպիսի էմոցիոնալ ձայնով խնդրեց, որ գոնե մեկ հատ ենք ուզում, ուրիշ ոչ մի բան չի ուզում, մեկ հատ։ Երկրորդ կինը, ով սպիտակամորթ էր, ես հիմա խտրականություն չեմ դնում, ուղղակի բացատրում եմ, որ տեսեք այս ֆոնին այսպիսի բաներ են լինում, ասես ոչ մի փաթեթ։ Այսինքն կա այստեղ այդ հարցն էլ, որովհետև Ամերիկայում եկեք համաձայնենք, որ ռասայական խտրականության հողի վրա շատ է իրար հանդեպ անհանդուրժողականությունը, որովհետև ինչքան էլ մենք ասենք, որ Ամերիկան դեմոկրատիայի երկիր է, Ամերիկան երազանքների կատարման երկիր է, ես Twitter-ում ակտիվ եմ եւ ես չեմ դադարում անընդհատ տեսնել այսպիսի վիդեոներ, կորոնավիրուս կա, կորոնավիրուս չկա, դա ընդհանրապես կապ չունի։ Այսինքն մարդը կարող է սովորական քայլել փողոցով եւ նրան ուղղակի սպիտակամորթ ամերիկացին կասկածի, որովհետև սևամորթ է, այսպիսի ռասայական խտրականության հողի վրա կասկածներ առաջանան։ Եկեք մենք լինենք զգոն, եկենք մենք թողնենք մեր եսը մի կողմ, մի պահ իհարկե մենք պետք է բոլորս հոգանք ինքներս մեզ մասին, մեր ընտանիքների մասին, բայց եկեք չմոռանանք, որ մենք մենակ չենք այս երկրում, եկեք չդարձնենք հիստերիա այս ամեն ինչը ու իրավիճակը ավելի չբարդացնենք, քան իրականում կա։ Հաջորդը լվացեք անպայման ձեռքերը, երբ որ տնից գալիս եք, ձեռքերը լվացեք համաձայն համաշխարհային առողջության համաշխարհային կազմակերպության տված ցուցումների, առողջապահության նախարարությունը նույնպես ակտիվ Facebook-ում տարածում է այդ հոլովակները։ Fun fact, հետաքրքիր փաստ ասեմ, որ 2 անգամ կարող եք Happy Birthday երգը երգել ձեռքերը լվանալիս։ Չենք մոռանում նաև մեր մատների արանքը լվանալ, ինչպես նաև ուսումնասիրությունների համաձայն այս հատվածը
մարդու ձեռքի ամենահաճախ բաց թողնվող հատվածները բացվելիս, չմոռանանք այստեղ լավ տրոլել օջառով ամեն ինչով, ախտահանեք մակերևույթները, տանը շուտ-շուտ ուբորկա հայավարի ասած արեք, մաքրեք հեռախոսը, երբ որ գալիս եք, մի այցելեք մարդաշատ վայրեր։ Ես օրինակ մարզասրահ էլ չեմ գնում որոշակի ժամանակ, մինչև այս ամեն ինչ չկարգավորվի չեմ գնալու, տանը կմարզվեմ, մարզիչս երևի նայում է ու երեք ես ճիշտ ասած ուզում էի գնալ մարզասրահ, բայց մի պահ սկսեցի երկ մտել ու ասացի լավ, հաշվի առնելով տրված իրավիճակը չեմ գնա, մարզիչս էլ ողջունեց այդ քայլը նելի թերևս երևի այսքանը մեկ էլ խնդրում եմ չտրվել ապատեղեկատվությանը, հետևել պաշտոնական լրահոսին, ես հասկանում եմ, որ կարող են լինել ձեր մեջ կասկածներ, որ չգիտեմ, սա են թաքցնում, նա են թաքցնում, բայց այս պարագայում հավատացեք, մտածել, որ սա են թաքցնում, նա են թաքցնում, սա խաբում է, նա խաբում է, իրավիճակը ավելի է բարդացնելու, եկեք հետևենք բոլորի խորհուրդներին, բոլոր պաշտոնական եւ հասկացող մարդկանց խորհուրդներին, եկեք լինենք զգոն, եկենք չսարքենք այս ամեն ինչը ինչ որ մի հիստերիա, հա, որ կորոնավիրուսը կողքից նստի ու ծիծաղա ասի, ես չէի պատկերացնում, որ հայ ժողովուրդը կարող է ասենց հիստերիայով ընդունի ինձ ու ծիծաղա, հա, մի քիչ ծիծաղելու բան եմ ասում, բայց հա, չգիտեմ, անցկացրեք ձեր ժամանակը տանը սիրելիների հետ, արեք այն գործերը, որոնք չեք կարողանում անել, չեք հասցնում, սովորական ռիթմի մեջ լինելիս, աշխատանքի լինելիս, նայեք ֆիլմեր, Էվոկա բանկը հենց այսօր կարծեմ իր Facebook-ան էջում տեղադրել է ֆիլմերի մի ցանկ ու Films AM կայք կա, ես չգիտեի էլ, կարող եք մտնել, հասանելի, անվճար, նայել բավականին հետաքրքիր ֆիլմեր, գտա իմ սիրելի ֆիլմերից մեկը, Murder Mystery, այսինքն սպանության առեղծված, Jennifer Aniston-ն է խաղում, գլխավոր դերերից մեկում, և լսեք նոր երգեր, չգիտեմ, ստեղծագործեք, ով այդ տաղանդը և հետաքրքրությունը ունի, վերջապես վճարումները կատարեք օնլայն, եկեք այս մշակույթն էլ մտցնենք մեր ազգի մեջ, որ վճարումները կատարենք օնլայն կամ էլ անհպում վճարումներով, հուսամ, որ այս իրավիճակից հետո այդ ամեն ինչը Հայաստանում էլ ավելի կզարգանա, քան կա կերեք բանջարեղեն, կերեք միրգ, հաճախակի լվացեք ձեռքերը, նորից եմ ասում, չգիտեմ, կարող եք նաև I Will Survive-ը երգել Gloria Gaynor-ի, նա flash pop է սկսել Ամերիկայի մեծալ նահանգներում և շատերը հետևում են այդ օրինակին, խմեք շատ հեղուկներ, որովհետև շատ հնարավոր է, ես հիմա այսպես ասած հաստատված չեմ ասում, բայց կարդացել եմ, լսել եմ, ասել են, որ վիրուսը կարող է ներթափանցել ձեր օրգանիզմ, սակայն որոշակի քանակ է պետք, որպեսզի վիրուսը արտազատվի ու սկսի գործել, հնարավոր է ներթափանցի, ոչ մի բան էլ ձեզ չլինի, դուք հեղուկները խմեք ու հեղուկի միջոցով օրգանիզմից դուրս գա, տաք թեյեր խմեք, ջուր խմեք, ամենակարևորը շատ ջուր խմեք այս պարագայում, էլ չգիտեմ, մնում է հուսալ, որ ամեն ինչ կկարգավորվի շատ շուտով, ասում են, որ վիրուսը բարձր ջերմաստիճանների չի դիմանում և 25-27 աստիճանում ոչնչանում է, սակայն ես չեմ շտապի տրվել այդ տեղեկատվությանը, քանի որ վիրուսի ուսումնասիրությունները բազմաթիվ են, տեսնենք, մեր մասնագետները ամեն դեպքում ես տեսնում եմ, որ օպերատիվ ամեն ինչ արվում է, աշխատում են, տեսնենք վաղը Հռոմից ժամանակ չվերտնել անմիջապես կմեկուսացնեն, արդեն տեսեք շատ ավելի շատ ենք նվազեցնում, որոշակի նոր դեպքերի ի հայտ գալի, իհարկե կարող է 14 օրվա մեջ գտնվող նոր անձինք, որոնք վաղը ժամանել են Հռոմից, լինեն վարակվածներ, բայց այսինքն տարածումը կանխարգելվելու է միանգամից,
լավ որոշում է կայացվել կառավարության կողմից, ինչպես նաև ուսումնական հաստատությունները փակված են, ես գրեթե վստահ եմ, որ մարտի 23-ից հետո էլ կերկարաձգվի։ Այս վիճակը խրախուսվում է on-line ուսուցմանը, ամեն ինչ on-line, հա, եւ եկեք մի քիչ դրական նայենք այս ամեն ինչին նույնպես, հա, զգոնությունը չկորցնենք, չասենք հա դե լավ վիրուս է, հա, մենք այսինքն պատասխանատվություն ունենանք ինքներս մեր եւ հասարակության նկատմամբ Հայաստանի Հանրապետության, չուչա նաեւ աշխարհի նկատմամբ եւ մեզնից ինչ հասնում է պահպանել անձնական հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը, չլինել մարդաշատ վայրերում, հա, ողջունում եմ, որ փակվեցին թատրոնները, պատկերասրահները, թանգարանները, ինչպես նաեւ ես էլ հա կոչ անեմ, չգիտեմ, եթե նույնիսկ ինչ-որ մոլի կամ զվարճանքի կենտրոնների հետ կապված մարդ թեկուզ մեկը գնայի, խնդրում եմ, որ պահի լրջությունը հասկանաք եւ քայլեր ձեռնարկեք, այս պահին չմտածենք շահույթի մասին, որովհետեւ սենց թե նենց լինելու է։ Գիտենք, որ մոլերում մեր շատ մարդիկ են, չկա դրա պակասը։ Բոլ, ոնց որ ասած, հա։ Խնդրում եմ այդ մտածել եւ կասեցնել, հա, գործողությունը, ինձ թվում է, եթե Աստված մի արածցե իրավիճակը մի քիչ ավելի բարդանա, արդեն ոնց որ կառավարության որոշումների հիման վրա այդ ամեն ինչը կարվի անխուսափելիորեն, եւ փորձենք ամեն ինչին նայել երկու կողմից, եւ լուրջ, եւ դրական, հա, փորձենք պահը ճիշտ օգտագործել եւ քաղել դասեր։ Ահա այսքանը, եթե ունեք մտքեր, կարող եք կիսվել մեկնաբանությունների բաժնում, հետաքրքիր է կարդալ ձեր կարծիքները եւ հուսամ կհանդիպենք շուտով արդեն իսկ նոր իրավիճակում, կորոնայից զերծ իրավիճակում։ Հաջողություն։